Լավ, հրապարակի հարգելի հետևորդներ, իմ զրուցակիցն է ռեժիսոր Վաղան Խաչատրյանն է։ Մենք մեր զրույցը կուզենայի սկսեինք մեր այսօրվա կյանքից կատարված իրադարձություններից, քանի որ հենց կյանքը իրադարձություններն են, որ դառնում են արվեստ, ինչպես ձեր ֆիլմերում է տեղ ունեցավ ընտրություններ, կարծես թվում էր հասարակության մի զգալի մասը փոփոխություն էր ուզում եւ այլն, բայց այսպես մնաց կարծես նույնն է, այս որպես արվեստագետ, որպես քաղաքացի, ձեր հայացքը, մոտեցումները ինչպեսին են այս ընտրությունների առիթով։ Առաջերտի շնորհակալ եմ այս զրույցի համար, ես շատ ուրախ եմ, որ իմ սիրած գրողներից մեկի հետ այս բանը զրուցում եմ նման ֆորմատում։ Ընտրությունների համար ես չեմ կարող ինչ-որ բան ասել, ինչ կատարվեց, ոնց կատարվեց։ Գիտեք, իմ մոտ տպավորությունն է, որ մարդիկ կարճած են այն իրավիճակից, որի մեջ իրենք ապրում են։ Երբ այն քաոսը, որը որ ձևավորվել է տարիների ընթացքում, արմատացել է շատերի հոգիներում։ Նրանք արմատացած փորձում են պահել նույն կարգավիճակը, կան վախեր, կան անհասկանալի բաներ։ Հետո եկել է մի պահ, որ չես կարող հասկանալ ինչ է կատարվում իրականում։ Ինչ է ուզում։ Երբ յուրաքանչյուր մարդուն մոտենաս ասես ինչ ես ուզում, ինքը չի հասկանում։ Հիմա այս պայծառությամբ մի սցենարի վրա ենք աշխատում, որի վերնագիրն է հայրենիք։ Շատ բարձ դիալոգներով է ինքը գնում, այնտեղ մի հակակերպարներից մեկը հակակերպարը հայտարարում է, որ հայրենիքը գոյություն չունի։ Երբ որ զարմացած հարցնում են ոնց, ասում այն գոյություն ունի պարզապես ժողովրդի ուղեղում։ Չկա ժողովուրդ, չկա հայրենիք։ Ես մի քիչ փորձում եմ արվեստի տեսանկյունից նայել, որտեվ իրականությանը երբ որ նայում եմ, երևի մի քիչ շատ եթե նայեմ, հաջորդ հարցազրույցը հոգեբուժանում եմ ինձ հետ կհանդիպեք, որտեվ սթափ նայել ու սթափ գնահատել այն ինչ կատարվում է ու այդ ամեն ինչին անտարբեր մնալ անհնար է լինելու։ Չգիտեմ, երևի մարդիկ ուզում էին այն ինչ որ ուզում են, նույն խոսակցությունները շարունակվում են նույն տեսակ, նույն բովանդակ ֆորմայի մեջ, ունենալու ենք նույն պարլամենտը, որ ունեին վերջի տարիներին։ Եթե մարդկանց ուզածը դա է, ես որպես արվեստագետ մարդ կփորձեմ ֆիլմերով կամ ներկայացումներով կամ չգիտեմ, պարզապես հրապարակային խոսքով կփորձեմ ինչ-որ իմ ազդեցություն ունենալ, որ մարդիկ լավ ուզենան վերջապես։ Ես համարում եմ, որ մեկը ես երևի կիսապրատ եմ աշխատել, երևի իմ սխալն էլ կա այս ամեն ինչի մեջ, երևի չեմ կարծել ավելի հրապարակային լինել, որ գիտեք այդ կեֆտոտ իրար վրա ցեղ շպրտելու այդ ֆորմայի մեջ չես կարող ձևավորել իրական բովանդակային գաղափարային ինչ-որ պետություն։ Մարդիկ ասում են մենք 30 տարի պետություն ունենք, մենք պարտությունից հետո ենք, ես դա ամեն ինչ լավ հասկանում եմ։ Ես դա ամեն ինչ լավ գիտակցում եմ, բայց իմ աչքի առաջ 45 թվականին պարտված Գերմանիայի Հանրապետությունը կա, որը էկոնոմիկայի մեջ տարիներ հետո նորից Եվրոպայում դարձավ առաջատար եւ ինքը չդարձավ կառավարության ու իշխանության շնորհիվ, ինքը դարձավ գերմանացի ժողովրդի շնորհիվ, որտեղ կար ազգային մտածելակերպ, կար պահ, որ իրենք հասկանում են, որ մենք պարտված ենք, մենք պետք է հասկանանք, մենք պետք է ապրենք հանուն հայրենիքի, աշխատենք հանուն հայրենիքի եւ ձևավորենք մեր հայրենիքը պետությունը։ Այդ պետական մտածելակերպը երևի ես շատ կուզենայի մեր ժողովուրդը վերջապես գար այդ պետական մտածելակերպին, որտեղ այդ անկախությունն, այդ պետությունը, որ դարեր չենք ունեցել ու հիմա այդ գանձը, որ մեր ձեռն անգել, այն որ ատամներով պետքա պահել ամեն ինչ անել։ Ու ես վախենում եմ այդ գիտեք անբովանդակ խոսակցության մեջ ես վախենում եմ այդ սրբազան գաղափարը հայրենիքի հանգարցկորի, որտեղ շատ դեպքերում շատ էժանձևի է փորձում մատուցվել այդ ամեն ինչը։ Ցավոք մենք այսօր ամեն օր ավելի ենք համոզում, որ իսկապես պետության պետականության գիտակցումը մեր ժողովրդի մեջ շատ թույլ է արտահայտված կամ գրեթե արտահայտված չէ, ինչը շատ ցավալի է։ Գիտեք, շատերը ցիտում են Նժդեհին, չէ՞, ազգ, հայրենիք, պետություն, բայց ցիտելուց բացի իրենք չեն հասկանում այդ ինչա, որ ազգը ձևավորվում է հայրենիք, որի վրա կառուցվողը դառնում է պետություն։ Այսինքն ազգ, հայրենիք, պետությունը ուղղակի գիտեք, մենք ինչ-որ ցիտող ազգ ենք դառել, ինչ-որ մկնեն ժողովը, չառասենք։ Այո, գիտեք, ես զրուցում եմ մի արվեստագետի հետ, ում կյանքը եւ արվեստը այսպես բուրը զարգացումներ է ունեցել
անցել այդ իրադարձությունների միջով, դուք Արցախում եղել եք, աշխատել եք, այո, թատրոն գեղարվեստական ղեկավար, Գլխավոր ռեժիսոր, գլխավոր ռեժիսոր, այո։ Եվ մենք դեռ ֆիլմին էլ կանրադառնանք։ Նայեք, եթե ինչ է կատարվում, մենք փաստորեն թողելով նույնը, ես ուզում եմ մենք որպես գրող եւ ռեժիսոր ուղղակի այդ հայացքով նայենք, մոտենանք, այո, այս ամենին, ոչ թե ինչ որ դատավորի դեր ստանձնենք, ուրեմն մենք համաձայն ենք Արցախի էթնիկ զտման հետ։ Մենք համաձայն ենք եկեղեցու դեմ ստանձնված հալածանքի հետ։ Մենք համաձայն ենք, որ Արարատը մեր լեռը չի, մեր խորհրդանիշը չի։ Մենք համաձայնվում ենք, որ մոռանանք ցեղասպանությունը, այդ մասին չխոսենք, որ մենք պատմական հայրենիք չենք ունեցել, որ սա եւ այսպես բազում կարող եմ թվարկել, դուք էլ կարող եք ավելացնել։ Մի բան թողարկի ասեմ, մի հատ հարց ես ունում, հռետորական հարց կհնչի, բայց այդ հռետորական հարցի մեջ ես կուզենամ մարդիկ ովքեր լսեն այս հարցը, իրենք իրենց փորձեն պատասխանել։ Հայով չունի իր սրտում Արարատը, հայով չունի իր սրտում Արցախյան ազատամարտը, որով ինքը անկախացավ։ Հայով չունի իր արյան մեջ, գիտեք, ոչ թե հայոց ցեղասպանություն, այլ ընդհանրապես համաշխարհային ցեղասպանությունների դեմ պայքարի տեսակը իր մեջ արդյոք հայ։ Մենք տեսանք, եթե դեռ չասենք, չգիտենք ընտրությունները ինչպես է անցել, կեղծված չէ չկան եւ այլն, այդ մի կողմ թողենք, փաստորեն Չէ, ես չեմ ուզում եք կողմ թողնել, եթե կեղծված են ընտրությունները, դա խնդրեմ է։ Հա, Կապ չունի ում կողմից են կեղծված, ընդդիմության, թե իշխանության, թե երրորդ ուժի կողմից։ Չէ, դա չպետք է լինի, մեզ համար չպետք է միևնույն լինի։ Ինքը չպետք է լինի կեղծված։ Անկամ ամենավատ, գիտեք, անկամ ամենավատ վիճակը պետք է լինի արդար։ Անկամ եթե մենք դեմ ենք օրինակի համար ընդդիմությանը կամ իշխանությանը, բայց մենք պետք է հասկանանք, որ ինքը արդար է։ այո։ Ես դեմ եմ կենտրոնակեղծին, ես պետք է շնորհավորեմ անկախ այն փաստից պարտվելա թե հաղթելա իմ ուզած ուժը, ես պետք է գիտակցեմ, որ այս ուժն է հիմա հաղթել ու այս ուժի օրոք, ասենց ասեմ, քանի մենք ապրում ենք այս, քանի իշխանություն է փոխվել մեր օրոք։ Դուք մնացել եք գրող, ես մնացել եմ բեմադրիչ։ Փոխվելու են եւ այս իշխանությունները, ես մնալու եմ բեմադրիչ, դուք գրող։ Մենք պետք է շարունակենք աշխատել ու ապրել տվյալ, մենք պետք է կարողանանք իրանց հետել, թեկուզ ընդդիմադիր կեցվածքով շարունակել ապրել իրար հետ։ Ես արվեստագետ իշխանության ջատագով արվեստագետ չեմ ընկալում, ոչ որ շատ իմ գոլեգաներ այսօր կան։ Այո։ Մանավանդ իմ գոլեգաների շատերը չգիտես ինչի ով իշխանությանը նրա ջատագովն են ուրեմն։ Փաստորեն դուրս է գալիս, գոնե մեր ժողովրդի գրեթե 50%-ը, 49 ինչեր, հա, բան է դառնում։ Համաձայն է թվարկածս այդ բոլոր, այսպես ասած, ազգային արժեքների կորստին։ Հա, այդպես հասկանանք, սա նորմալ վիճակ է։ Ես մյուս կողմն եմ փորձում նայել, ախր եկեք մենք որպես նաև արվեստագետ քննարկենք։ Իրենք մենք կարող ենք նայել այդ տեսանկյունով, ինքը շատ ծայրական է, շատ ուղիղ է։ Բայց ես շփվել եմ բոլորի հետ, ախր մեր հանդիսատեսը, ձեր գիրքը կարդացողը բոլորն են։ Իմ հանդիսատեսը բոլորն են, լինի դա իշխանություն, չգիտեմ, ընդդիմություն, ռամիկ լինի, թե գիտնական լինի, բոլորը հավասարազոր մարդիկ են ինձ համար։ Ես ուղղակի հասկացել եմ, որ ինչ-որ վախի զգացմունք կա ու կան ինչ-որ թեզեր։ Ես հիմա թող ինձ ներեն շատերը, ես սպասում եմ ձևավորված իրական ճիշտ ընդդիմության առաջ խաղացումը որ լինի, որը որ ես ցավոքսավտի չեմ տեսնում իմ երկրում։ Ցավալի փաստ եմ արձանագրում, ձևավորված ընդդիմություն, որտեղ այն ընդդիմադիրը ում մենք, ասենք ասեմ, օրվա իշխանությունը եղել է ընդդիմադիր տարիներով։ Ես 2008-ից ինչ հիշում եմ, 2004-ից։ Ես գիտակից կարող եմ համարել 2000-ից սկսած, բայց ինչ հիշում եմ 2004-ից, օրվա իշխանությունը եղել է ընդդիմություն, օրվա ընդդիմությունը եղել է իշխանություն։ Հիմա տեղերով փոխվել են։ Ու նույն մարդիկ են։ Մենք ինչ որ նույն մարկանց մեջ ենք ընկել, են որ նույն մարկանց ֆորմայի մեջ us փորձում ենք պատտվել հասկանալ ու անձնական հակակրանքը ախր խոսակցությունը բովանդակային չի ու դաշտը մեր բովանդակության մասին չի քաղաքացու հետ։ Մենք քաղաքացու հետ բովանդակության մասին չենք խոսում։ Այս մեր վերջին ընտրությունը ես բանավեճը լսում էի։ Ես արսափեցի բանավեճները լսելուց։ Ես ուզում եի հասկանալ, լավ, սա հանրային հեռուստաընկերությունն է, թե ներողություն եմ խնդրում 1000 անգամ, թե անհասկանալի ինչ որ կենցաղային կեղտոտ բանավեճի ալիք հասա։
Բայց հարցը նրանում է, որ մեր հանրությունը սովորել է դրան, ու մեր խեղճ հանրությանը ես չեմ կարող մեղադրեմ իմ հանրությանը, անգամ նրան ում հետ ես համաձայն չեմ, ես չեմ կարող նրան մեղադրեմ։ Ես իրավունք չունեմ նրան մեղադրելու։ Երևի ես եմ սխալ եղել, որ չեմ կարծել բացատրել։ Բայց անգամ բացատրելուց հետո ասում լավ, այս մարդը գնացել է ընտրել է սրան կամ սրան։ Դա իր քաղաքացիական պարտքն է, դա իր սահմանադրական պարտքն ու որոշումն է։ Բայց կինոյում կամ թատրոնում կաստինգի հետ կապված մենք որոշում ենք նայում ենք լավագույն դերակատարին, բայց վերջում, չգիտես ինչի, Հայաստանում լավագույն դերակատար, լավագույն կատարողը դուրս է գալիս երկրորդ պլան, ու մենք որոշում ենք, որ սա կուրսեցի սա։ Չէ, սա իմ մտերիմն է։ Ինձ սրա հետ հարմար է, ու մենք չենք կարող օբյեկտիվ լինել, անգամ մեր դաշտում, մենք որոշում ենք դե ինձ իր հետ հարմար է։ Կապ չունի, որ այն մյուս իրանից 10 անգամ ավելի լավ տվյալ դերը կխաղա, մենք բերում ենք նրան, ում հետ մեզ հարմար է։ Այդ էմոցիոնալ դաշտից մեր գիտակցությունը պետական, մենք փոքր երեխայի գիտակցությունը, причем փոքր աղջկա գիտակցությունը, որտեղ Հայաստանը դա կին է, աղջկա գիտակցությունը, որը էմոցիոնալ դաշտում ընկած, սրան չեմ սիրում, սրան սիրում եմ։ Մեր հանրությունը դրա մեջ է։ Միգուցե նորից ասեմ, անձամբ ես համարում եմ, որ ես ունեմ աշխատելու հիմա, չարչարվելու հիմա, ես ինչ թող ինձ շատերը ներեն 21-ից 23 թվականը ես Արցախի թատրոնի ռեժիսորն եմ եղել։ Ես ցավում եմ, որ ես շատ ուշ եմ գնացել Արցախ։ Այնինչ ես արել եմ 21-ից 23, մենք պետք է հարաս լինենք մինչև այդ։ Մեր համար տպավորություն թե Արցախը դա ինչ որ եսին որտեղ է, ինչ որ անձեռնամխելի է կամ եսին ինչա, չենք էլ ընկալել։ Նույն Արցախի ժողովուրդը Հայաստանը մեզ ինչ է։ Մենք անգամ Արցախ Հայաստան երկխոսությունը ինչ որ տարբեր հարթակների վրա դրեցինք։ Դա ներմուծված տարբերակ է, դա սրեսկված տարբերակ է մարկացուածների մեջ։ Արցախում 24 պոակ կար։ 24 պոակից երևի աշխատում էին երկուսը, որից մեկը թատրոնն է։ Ես ուզում եմ հասկանամ այդ վիճակում, երբ որ մնացած է այդ վատ վիճակում է Արցախը։ Յուրաքանչյուրը կարող է նստի դեմս ես իրարել ես ինք ասեմ, ոնց են իրանք ուզում տուն չգային աշխատանքի, նստեին տանը գումար ստանային։ Համակերպվել էին, թե մեզ սես դուր է գալիս։ Բայց այդ պետության համար, եթե դու չես պայքարում, թեկուզ աշխատանքովդ, թեկուզ առավոտից գիշեր աշխատելով, թատրոնը բլոկադայի ժամանակ 3 առաջնակա խաղ է հանձնել։ Բլոկադայի մեջ, երբ որ մարդիկ բացի հացի հերթից ու ուրիշ բանի մասին չէին մտածում, թատրոնը հանձնել է 3 առաջնախաղ։ Թատրոնը խաղացել է մանկական ներկայացումներ բլոկադայի մեջ, գնացել է հասել է Մարտակերտ, բենզին չունենալով, մի ձեր տնօրենը մի կերպ փորձել է գտել է բենզին հասել է Մարտակերտ, գնացել Մարտունում են խաղացել։ Վերջի օրը 1000-ից ավել հանդիսատես են ունեցել։ Այդ շրջափակման վիճակում։ Ես խոսում եմ միայն շրջափակման մասին։ Այո։ Շրջափակման մեջ 70-ից ավել ներկայացում են խաղացել, աշխատել են։ Մարդիկ հացի հերթից եկել են փորձի են մասնակցել։ Ես դա համարում եմ հայրենիքի համար կռիվ տալ։ Որ դու գալիս ես քո պարկդ կատարում ես, դու հասկանալով գիտակցով որ քո հանդիսատեսը քեզ սպասում է, որ դու այսօր պետք է քո ցավեր ամենը դնես մի կողմ, հագնես շունիկի կերպարը դուրս գաս վազվզես, սոված, որտեղ այդ երեխաները սպասում են, որտեղ դու պետք է ժպիտ պարկևես այդ երեխաները, իմ համար դա հերոսություն է եղել։ Բայց քանիսն են նման արարքի գնացել։ Եկեք այդ հարցը ճիշտ է։ Ես հիմա մենք տեսանք, ասենք, իսկավ հայրենիքի համար կռիվ տալ էր այդ ընտրությունները, այդ կռվում պարտվեցինք, թե հաղթեցինք որպես ժողովուրդ։ Հայրենիքի համար այդ հունիսի 7-ի ընտրությունները։ Ես չեմ ուզում նա հունիսի 7-ը համատեմ հայրենիքի համար կռվի, ճիշտ ասած, ես չեմ ուզում դա անել։ Հայրենիքի համար կռիվը ես չեմ ուզում դրան թարմը, թե ես չեմ կարող ասեմ, նորից եմ ասում երկկողմանի այդ հարցը բան է, հայտը երկկողմանի։ Որտեվ կարծիքներ կան, թե մենք կորցնելու ենք Արցախի պես էլի տարածքներ, Սյունիք։ Ես վատ հարցեր Հայաստանի վերջո կարամ տամել մենք մի քիչ շատ ենք խոսում, իսկ ինչ ենք անում որ չխոսնենք։ Ահա, այդ մասին ես շատ լուրջ ուզում եմ հարցնել, էլի։ Իմ համար միևնույն է, ինչ է ոնց է, եթե Աստված մի արածի ու շատ հայորդիներ, շատերը, ես ինձանից շատ ավելի լավ էր, ինձանից շատ ավելի առաջադեմ տղաները, ինձանից շատ զարգացած, երբ որ հայրենիքի վտանգը սպառեց, ինձանից առաջ վազելու են առաջնագից, որ իսկ խոսացողները տենց են մնալու են խոսալով։ Ես նույնիսկ եմ ասում, հայրենիքի համար պետք է պայքարել ամեն օր, պայքարել թեկուզ ես իմ գծով, ես իմ գործով։ Մենք անցած տարի ֆիլմարտադրողների ֆեդերացիայի միության շնորհիվ մենք նկարեցինք Արցախի հանրային հեռուստաընկերության հետ տուներ մտել դոկումենտ փաստավավերագրական ֆիլմ։
ինքը 24 օրյանոց ֆիլմ էր ու ինքը անցած տարի ֆիլմ արտադրողների ֆեդերացիայի շնորհիվ հասավ Կաննի տաղավար։ Այո, կանի տաղավար, ես նոր ուզում եի հենց իմ հարցը դուք կանխեցիք, որ սա քիչ բան չի, եւ դա Արցախի շրջափակման մասին Մասին ֆիլմ, Արցախի շրջափակման մասին ֆիլմ էր։ Մեր տղաները հիմա մեր ասպարեզում Օսկարի են մասնակցում, Կաննի փառատոններում բավականին մեծ լիդերներ, այսինքն հայրենիքի համար պայքարը պետք է սկսվի քարը քարի վրա դնելուց։ Եթե դու քարի վրա չես դնում, դու զբաղված ես մենակ դատակատվոսությամբ, որով զբաղված են մեծամասնությունը։ Ես ուզում եմ հասկանալ, բամբասանքի երկիր է, թե երկիր է։ Իմ խնդրանքը բոլորին խնդրում եմ, էլի, ես Սևակին շատ Սևակը մի հատ հանճարեղ օրինակ ունի, ասում է խաբարի դեմ պայքարի լավագույն միջոցը մոմ վառելն է։ Այո։ Ավելի լավ մեկ մոմ վառել, քան 1000 անգամ անեցել խավարին։ Եթե մտնում ես մթության մեջ, մի հատ մոմ վառի, դու մտել ես ներս, տենում ես մոթա ու հայհոյում ես ինչի ամոթ։ Այն մարդ մի հատ մոմ վառի այդտեղ, տես ոնց է լուսավորվում։ Լան, հանուն արդարության արի ասենք, որ այդ մովառողները շատ են եղել եւ կան, մտնել իմ դիմաց են նստած։ Նայեք, ես այս խոսքն էի ուզում հարցս այսպես ձևակերպել, որ արվեստը կփրկի, վերջո մեզ անցնենք մի քիչ արվեստից զրուցենք, ահա։ Մեր արվեստագետները եւ խորհրդային միության ժամանակ եւ դրանից առաջ եւ այսօր ինչքան որ կարողանում են միշտ կարողացել են լույսը տալ դե հիմա եթե 1000 հոգի ունենք 1000-ից գոնե 100-ը 10 տալիս են 10-ն էլ քիչ չի բայց արդյոք սա հասարակությունը ընկալում է արդյոք հասարակությունը փրկվում է իր կենսամակարդակը բարձրանում է դաստիարակում է թե ուղղակի արվեստագետը մշակույթի գործիչը ստեղծում է բան Ձայն բարբարո անապատի անցնում է որևէ ազդեցություն, այդ մասին դուք մտածել եք, արդյոք չի դառնում մի օր գալիս ասում եք, լավ անիմաստ աշխատեցինք, որովհետև մենք եթե նայում ենք չարի վերջը, բոլորը գրեթե անգիր գիտեն, էլ մի փոքրիկ ձայք էլ մի տուր, բայց մենք տեսնում ենք մեր ժողովուրդը անընդհատ մի փոքրիկ ձայք է, անգամ մեր հանճարեղ գործը Թումանյանը որ քաղաքանը չի հասկացել, այդ մասին ձեր մտորումները ինչ է, ասենք։ Ես հիմա ասած ասեմ, ես իմ գոլեգաների շատերին բան չեմ ուզում ասել, բայց ցավով եմ տեսնում, գիտեք նոր չեմ ես դա տեսնում։ Ես հիշում եմ, որ կապ գիտեք, սովետական միությունից լավ բաներ կան, վատ բաներ կան, շատ վատ բան մնացել է, որ մեր արվեստագետները ավելի շատ արվեստագետ չեն, այլ պրոպագանդիստներ են։ Համաձայն եմ։ Ասենց ասեմ, Փարաջանովի մասին եթե խոսենք, Փարաջանովը ինքը persona non grata է սովետում, բայց ինքը ամենահանճարեղներից մեկն է։ Եթե ոչ ամենահանճարեղը ռեժիսորայի մեջ։ Ուտես կարող եմ թվարկել, մնացածը նախարարությանը կից աշխատակիցներ են եղել։ Այդ մտածելակերպը քանի դուրս չկա, որ մենք նախարարությանը կից աշխատողներ ենք, մեր թատրոնները, մեր կինոն, մյուսը, ինքը ազատ չի։ Ինքը պետական ոչ առևտրային կառույց է, դա արդեն թատրոն չի։ Դու պետական ոչ առևտրային կառույց ես, մանավանդ հիմա գարստական ղեկավար բառը դուրս է եկել միայն տնօրեններն են, դու պոակ ես, վերջ։ Դու հարմարվում ես այն տարբերակով, քո բանը ռեպերտուարը հաստատում է նախարարությունը, ըստ իր ճաշակի, ըստ իր ցանկության։ Միգուցե դու ինչ-որ բաներ ուղարկում ես, բայց դու չես կարող առօրեական սուր ճիշտ բաներ խոսած, եթե դու ազատ չես։ Այբ որ այդ ազատության գաղափարախոսությունը չկա, մտքի ազատությունն եմ խոսում, ոչ թե այն ազատությունը, որը մարդիկ սխալ են հասկացել։ Քանի չկա այդ ազատությունը, դա սխալ է։ Հետո թայֆայացված պրոբլեմ կա, վախկոտ են, չի կարա մտավորականը լինի վախկոտ։ Ես գիտեք իմ զավեշտը նրա մեջ է, ախր տեսել եմ բոլորին, էլի։ Ես լավ հիշում եմ նույն մարդկանց, ովքեր այսօր ջատագովն են օրվա իշխանությամբ, ովքեր 10 տարի առաջ ջատագովն էին նախորդ իշխանությամբ, դրանից 10 տարի առաջ են նախորդ իշխանությամբ, վաղ ով գա, իրանք նրա ջատագովը։ Ես ուզում եմ վերջապես հասկանամ, չէ, ու այդ հանրությունը երբ որ տեսնում է, ասում է դե սա իմ արվեստի մշակույթի ներկայացուցիչը։ Եթե սա իմ արվեստի մշակույթի ներկայացուցիչն է, ես ինչ ունեմ խոսելու այս մարդուն։ Դու ես մեղավորը, որ հանրությունը քեզ տենց ավերաբերվում։ Դու ես մեղավորը, դու անկեղծ չես, դու վախկոտ ես, վախկոտ մարդուն չեն սիրում։ Դու եթե օրվա իշխանության հետ վազող ես, դու պետք է լինես ազատ։ Անկամ օրվա իշխանությունը չպետք է քեզանից վախենա, ինքը պետք է գա, նստի ֆիլմում, ինչ-որ մի դետալ գտնի քո գրքում պետք է կարդա ու հասկանա ոնց է պետք սիրել։ Ինքը պետք է ոգեշնչվի քեզանից։ Անմահների դիրքը ներկայացնում երբ որ բերել ենք Արցախից մենք դրամատիկական թատրոնում էինք խաղում, իդեպ շատ շնորհակալ եմ իրանց, տենց դիմավորել ամեն ինչ շովապահովել չէի սպասում։ Դրամատիկական թատրոնը Ղափլանյանի անվան տրամադրեց ամեն ինչ։ Ես մի բան հանգստացա, որտեղ նկատեցի նստած էին
իշխանության ներկայացուցիչներ, ընդդիմության ներկայացուցիչներ, ընդդիմության իրար հետ խնդիր ունեցող ներկայացուցիչներ, իշխանության իրար հետ խնդիր ունեցող ներկայացուցիչներ, բոլորն են ստացել, բայց ներկայացման ավարտին երբ որ խոնարհվում էին դերասանները, ես նկատեցի, որ բոլորը կանգնած էին ոտքի, բոլորը լացում էին նույն ձևի, բոլորը գլուխը կանգնացին նույն տեսքով, որտեղ դա ընդհանուր թեման էր։ Արվեստը պիտի միավորի նաև։ Արվեստը իրավունք չունի մենակ ասի, այ դու սխալ ես, չէ, ինքը չպետք է պրոստը ասի դու սխալ ես, ինքը պետք է քեզ օգնի վերափոխվել, մաքրազարդվել։ Ուրեմն մենք գանք այս բանին, արդյոք այդքան ուժեղ չունի արվեստը, որ մաքրագործի, դաստիարակի, ոնց հասկանանք, ես նոր ասացի, մենք լավ գործեր ստեղծում ենք տասնամյակներ շարունակ, փորձում ենք մաքրագործել կենսամակարդակը, մտածողությունը բարձրացնել, բայց ճիշտ հակառակն է ստացվում, մենք միշտ ավելի օր-օրի տեսնում ենք ավելի ներքև իջած հասարակություն։ Այդ ես ուզում եմ հասկանալ այդ աբսուրդը։ Քիչ առաջ ասացիք արվեստագետի նաև վախկոտ լինելը, ուզե այ պետությունից կախված լինել, ինչպես ասացիք, պոակից է, ազատ չէ։ Այ փորձենք այդպես այդ մեր զրույցը։ Դե հա, զրույցը այդ տեսանկյունով էլ գնում է, չէ՞, նայած ասում, հասարակությունը, մարդը, առաջին գոյությունի պրոպագանդա։ Եթե դու պրոպագանդայի Հասարակությունն է մեղավոր թե մտավորականը։ Դու ես մեղավոր մտավորական։ Դու ախր մտավորականը նույն հասարակության մեջ է։ Դու ախր սխալը որն է, կարծում եմ որ մենք հասարակությունից բարձր ենք, ոչ դու տվյալ հասարակության մի մաս ես, դու ներկայացուցիչ ես, դու այդ հասարակության ծնունդն ես, այդ հասարակության դու եթե վերցես քո վրա պատասխանատվություն լինելու սիրտը, դու չես կարա լինես կներեք ամորձիները։ Եթե դու լինելով սիրտը, եթե քո վրա դրված է պարտականություն լինելու սիրտը, քարոզեր սերը, դու իրավունք չունես իջնել ներքև։ Երբ որ դու այդքան ցածր ես իջնում, հասարակությունները տենում այն մարդը ասում, այս մարդը պետք է սիրտ լինի, բայց այս մարդը, չգիտեմ, ոտնաման է կոպիտ ասած։ Ես ինչի պետք է այս ոտնամանի հետևից գնամ։ Եթե ինքը մի օր սենսը մի օր նենց է, կամ ես պետք է դա 1996 թվականից մինչև օրս թողից բոլորը ներեն, իմ սիրած ներկայացումը մնացել է հայկական ստեղծվածներից Խաթաբալադան։ Իմ համար դա սարսափելի ներկայացում է, սարսափ է։ Դրանից հետո այսօր ես չեմ տեսել նմանատիպ ներկայացումներ ստեղծած առօրեական ասելիքով, ինձ համար ես չգիտեմ այդ ինչ է, ես հիմա նորից եմ նայում, դա մարդիկ գալիս են ծաղում, բայց իրական դա սարսափ ներկայացում է, ողբերգություն էր իրականում։ Այսօր մենք չենք ստեղծում, այսօր Արամ Սահակյանի ստեղծած գործերը, երբ որ մարդը ստեղծում, կարաս համաձայն լինես, հետո չլինես։ Նայում ես համացանցումով պարապա ինքը իրան իրավունք բանալ իրավունք որոշել, ոչ թե քննադատել, այլ վերջին կեղտոտ բառերը արտաբերել։ Վարամի հասցեի։ Վարամի հասցեի։ Բայց Վարամը կարողացել է ժամանակին դա ստեղծել, միակուլ բան, կարծեմ Ժանգոտ Բանալին, մարդը ստեղծել է։ Այսինքն մարդը ու խնդիրը որն է։ Ախր երբ որ մյուս արվեստագետները գոնե կպնեն իրար, գոնե իրար օգնեն, գոնե իրար կողք կանգնեն, չէ։ Ես իմ համար, դու քո համար, նա իր համար իրար տակ փորոցի, իրար հանդեպ սուտ խոսալ, քաշել մարդկանց, մարդիկ կամ ճանապարհին դուրս են գալիս փողոց, հայտնի բանը, տարեկան առած 70-ի մոտ ռեժիսորներ, հենց ստենում են, որտեղ քանի որ տական կարակներ են արել իմ հանդեպ մարդկային, գլուխը թեքում փախտում են։ Այո։ Այսինքն եթե դու ապրում ես նենց, որ դու իմ դե աչքերին չես կարող նայես, դու ինչ պիտի տասես հանրությանը։ Լավ, ինչ անենք։ Ինչ անի։ Շարունակել աշխատել։ Անկեղծ շարունակել աշխատել, անկեղծ շարունակել, ես իմ մասին կարող եմ խոսել, ես շարունակում եմ աշխատել, ես կանգ չեմ։ Եթե շարունակում ենք աշխատել, էլի բան չի փոխվում, նույնն է շարունակում ես։ Ինչպես աշխատել, ինչ անել։ Շարունակել։ Սպորտսմենը երբ որ դուրս է գալիս ռինգ, մենամարտին, երբ որ պարտվում է, ինքը գալիս է նայում է ու վերլուծություն անում, իր սխալներն աման գալիս։ Առաջի հերթին ինքը վերլուծում է սեփական սխալները, նոր դիմացինի ուժը։ Ավելի լավ աշխատել, ավելի ակտիվ լինել, ավելի պայքարող լինել, ոչ թե ասենք, լավ, թող մնացածը խոսեն, ես չխոսեմ եւ այլն։ Ստապ։ Դերասանների հետ երբ որ խոսում եմ, մարդ երբ որ մոտենում այնց ներկայացումից հետո կամ ֆիլմի մի կտորից հետո երբ որ խաղում օրվա վերջն է, ասում եմ ոնց էր, ասում եմ գիտես խնդիրը որն է, որ դու մոտեցել ես ինձ հարցնում ես ոնց է։ Եթե դու իրական դերասան ես, դու օրվա վերջում կնստես հայլու առաջ գրիմը մաքրելուց դեմքիցդ։ Ու ինքդ քեզ հարց կտաս, այսօր ես ոնց էի, ու եթե դու ունենաս սթափ գիտակից ուղեղ, դու ինքդ քեզ կպատասխանես անկեղծ, որտեղ էիր վատ, որտեղ էիր լավ, որտեղ միակ մարդը, ով կարող է քեզ
ճիշտ գնահատական տալ, դու ինքդ ես, բայց ճիշտ գնահատական տալ, ոչ թե մեծամիտ կամ անհասկանալի։ Հիմա այս անցած տարիների ընթացքում ես նույնպես եմ ասում, պետք է մի հատ վերլուծել։ Ես մի հատ կարևոր բան ասեմ, ինձ համար թվում է, որ երկրում ամենամեծ բանը, որը պատասխանում է, դա սերն է։ Այո։ Ես մի հատ ֆիլմ եմ ավարտել, ցավալի է շատ ողբերգական ֆիլմ է, որը կարող է Հայաստանում ցույց չտանք, բայց ես հիմա պլանավորում եմ նկարել մի ֆիլմ հայրենիքը, որի մասին խոսում ենք, դա ինքը լինելու է ֆիլմ ողբերգություն, բայց իր մեջ լինելու է մաքսիմալ սեր դրած, որտեվ ես տեսնում եմ, որ իրական սերը պակասում է, որտեվ ինչ որ կեղծիք շատ է, սիրո անվան տակ դատարկախոսությունն է։ Այո։ Սառնարը բացում ես պոպուլիզմի մեջ ես գոռում փակում ես ինչ-որ։ Հիմա սցենարն է աշխատում եք վրան, մի փոքր։ Սցենարը արդեն ավարտել ենք։ Ինչպես է կոչվում, եթե Հայրենիք։ Հայրենիք, այո։ Հայրենիք։ Սցենարը ավարտել ենք, հիմա արդեն պրոդյուսերական աշխատանքները կսկսենք։ Անելով գործողությունները կատարվում են անհայտ մոլորակի վրա, անհայտ երկրում, անհայտ ժամանակաշրջանում։ Բայց գաղափարը սերն է ու հայրենիք է։ Սեր, Հայրենիքը։ հայրենիք։ Ես մի Բայց երբ որ հարց տամ շատերի իրաց մոտ մեջ հերթով հարց եմ տալիս։ Ինչ է հայրենիքը, շատ կոպիտ հարց ունի, որը միգուցե այսօր շատ առօրական ասում են, լավ, մի հատ դու ասա, ո՞րն է քո համար հայրենիքը, սահմանը, զինանշանը, դրոշը, եկեք գնանք սահմանը, սահմանազատել են դրսից որոշված երկրներ։ Դրոշը կարող վերցնի ամենապուշ թափահարի եւ ասի յուրաքանչյուր բան ինչ ուզում է։ Հայրենիք բառը իրականում ո՞րն է։ Երբ որ մարդ հասկանա, որ այստեղի ներսեղած սրտում վերած սերն է այդ ամբողջական, կան այդ պետության հանդեպ արտաբերի ամբողջական սերը, միգուցե հասկանա, որ այդ սիմվոլներ են, բայց եթե քո ներսը չկա, ինձ մի հոգևոր հայր մի օր շատ ես դեռ փոքր երեխա էր, խոսում էինք խաչից բան, ասես կարևոր չի խաչը կախած լինի վզիտ, կարևորը խաչը լինի քո ներսում։ այո։ Ես երևի 30 տարի հետո պատահական եմ հիշել իր խոսքը, ու ինձ համար այնքան կարևոր է եղել դա, որ ինքին կյանքի մեջ եղել է, ասենց ասեմ, ռուսերեն բառը պիլիլոմ նեմանենց։ Դա է։ Վան, մի հարց եւ մի շատ կարևոր հարց եմ ուզում անդրադառնալ։ Տեսեք, սեր որ ասում եք, մեր հասարակությունը, մեր մտավորականությունից, արվեստագետից խոսեցինք, արդյոք նրա մեջ տեսնենք կա սերը դեպի մարդը, դեպի արժեքները, թե անտարբերությունն է։ Ես ասեմ ձեզ, մենք երբեմն լսում ենք մի կալանավոր եկուս սմաբանտարկյալ թեյը գտալ եկուլ տվել, իրեն վնասել եւ այլն, կամ այստեղ այս բանն է եղել, այնտեղ այն բանը։ Մենք երբևէ չտեսանք, որ մեր արվեստագետներ մտավորականությունը մի 1000, 5000, 10000 մարդ հավաքվեր, լավ 10 չէ գոնե 1000 երթաներ կանգներ հրապարակում ու այդ կալանավորի արդար իրավունքները ոտնահարելու կողքին կանգներ մյուս իր քաղաքացու որը ծանր վիճակում է գտնում այ կարծում եմ այդ սերը եւ այդ քաղաքացիական հասարակությունը մենք չկարողացանք ձևավորել գուցե մեր հենց այդ մտավորականի անտարբերության հետևանքներ դա այդ մասին ինչ կասեք Վազգեն Սարգսյանին հիշեցի անտարբերությունն մասին որ խոսում էր Անտարբերությունը իհարկե առաջի հերթին կա եսակենտրոնությունն ավելի շատ ինձ լավ է մնացածին միևնույն ավիճակն է մեր մոտ այո իրական նույնիսկ ասեմ թող նա խոսի ես ինչու խոսա չէ ես իմ համար իմ թայֆայով կարետ ես այսօր շատ դեպքեր պատրոնների մասին թե խոսենք մեր պատրոնները դարել աբոնեմենտային վայր աբոնեմենտային վայր դպրոցներից բերում են երեխաներին չեմ ասում ինչ որ կարևոր չի ինչա Շիվանզադեի եսին որ գործը մի հատ ահավոր զզվելի ձևի բեմադրած ավիրած աբոնեմենտով բերում են երեխան առաջին անգամ մտնում թատրոն ցմա զզվանք ապրում հայ թատրոնի հանդեպ եւ ոչակու կենտրոնապես որտեղ իր առաջի կոնտակտներից ինքը տեսնում է գարշանք բեմից Ոյտ ամեն ինչը որ արվեստագետի մասն է խոսում որ ինքը աբոնեմենտիստ է ինքը անկեղծ չի տվյալ մարդը անկեղծ չի Ախր այդ մարդը անկեղծություն չի ունեցել այդ մարդը չի եղել ցավացող դու տենում ես որ այդ մարդը չի ցավում իր սիրտը երկրի համար չի ցավում իր սիրտը կողքինի համար այո անկախ դրանից ասենք այդ կալանավոր անկախ դրանից թե ինչի համար են նա դատապարտվել բայց անարդար են վարվել նրա լինես թե կողմ նույնպես եմ ասում կարևոր չի լավ
Մարդը հացադուլ է հայտարարում Այո։ ժամանակով։ Արտուրի մասն եմ խոսում, Օսիպյան։ Այո, հենց հիմա ես էի ուզում ասել։ Մեջ Արտուր Օսիպյան։ Առաջի օրից մենք գնացել ենք հրապարակում կանգնել ենք։ Մեր կողքը շատ քիչ մարդ է եղել։ Ես չեմ իմացել Արտուր Օսիպյանը ինչ է արել։ Կարող է եւ նաեւ սխալ է, կարող է եւ ճիշտ է, բայց ես որպես մարդ չեմ կարող անտարբեր մնալ մարդու առողջությանը։ Այո։ Եթե լիներ հնարավորություն հետը հանդիպել եւ խնդրել իրան, որ դուրս գացը դուրս, ես այդ կարակին կգնայի։ Հենց սա է սերը մարդու հայրենիքի արժեքների։ Եթե մարդու նկատմամբ չունեցար հայրենիքի դու արժեքներ նկատմամբ էլ չես ունենա։ Վա։ Մեր մոտ բանա փոխվել է։ Ընտանիքի մոդելն է, գիտեք ոնց է, ես մենք շատ վատ արտադրություն դետոն ենք պահում։ Ահա։ Դետոն ենք պահում, ջանդամ թե ինչա։ Այդ դու ում հաշվին ես դու պահում։ Հայրենիքից կործանման հաշվին ես դու պահում, հայրենիքից ելույթ հաշվին ես դու պահում։ Գիտեք, ես ուզում եմ բոլորը վերլուծություն անեն, մենք մոտակա 5 տարին ունենք ապրելով։ Ես չգիտեմ, ես ճիշտ ասած չեմ էլ նայել ընտրությունը ոնց է, ինչ է, որը էթցետրա, ինձ համար դա այն ինչ կատարվում էր ընտրարշավին, դա ինձ համար ամոթ էր։ Ես որպես մարդ ամաչում էի։ Ես բոլորի համար էի ամաչում։ Ես ամաչում եմ, որտեվ դու լինելով արվեստագետ, չես կարողացել ազդես մարդկանց վրա նենց, որ մարդիկ նման լեքսիկոնով չխոսան։ Դա իմ մեղավորության չափաբաժինն է, ես այդտեղ տեսնում եմ։ Այդ որ մարդիկ ինքպես հասկանան, որ իրենք մեղավոր են նույն չափով։ Միգուցե լավ կլինի ամենիչը։ Ես ինձ մեղավորությունն ասում եմ լավ, դա ինչ ես ուզում։ Այն հասարակությունը, որը դաստիարակվել է այս մեր սերիալային դաշտում, այս մեր բովանդական երկխոսության մեջ, այս ամեն ինչ մեջ, որը ստեղծված է իմ գոլեգաների, իմ ընկերների կողմից նաև, բա ես պետք է ուզի։ Ինչքանով ես դու մեղավոր, դու չես կարողացել հասցնել ճիշտը, չես կարողացել։ Կարող չի լավն է սարել, ոնց է, չես կարողացել փոխանցել։ Ու այդ ամոթ խազության վիճակով ես հույս ունեմ, որ այս մոտակա 5 տարին մենք աշխատենք գնանք, որ գոնե հաջորդ անգամ այդ երկխոսությունները որ գնաց այդ պարլամենտում այդ երկխոսությունը որ 5 տարի մենք լսեցինք, բացի իրար հայհոյելուց, մեղադրելուց ոչ մի բան չլսեցինք, որ մի քիչ փոխվի, որտեղ ներողություն եմ խնդրում, իշխանություն լինես թե ընդդիմություն, դու պատասխանատուն ես դառնում ես երկրի։ Այո։ Եվ դուք երկուսս պարտավոր եք աշխատել ես երկրի համար։ Այո։ Պարտավոր եք աշխատել ես ու դուք երկուսը ընտրվել եք 5 տարով ծառայել Հայաստանի Հանրապետությունը ու ծառայեք ոչ թե ոչ ոք այս երկրում ձեր ստրուկը չի։ Դուք ծառան եք այս երկրի այս հասարակության։ Դուք թե ընդդիմություն թե իշխանություն պարտավոր եք ծառայել։ Այդ որ գիտակցությունը լինի մեր հասարակության մեջ, որ իրանք իրանց տեր չեն ընտրում, այլ իրանք ընտրում են ծառայողի, որը որ 5 տարի պարտավոր է ծառայել իր շահերին, այդ օրը միգուցե մի բան փոխվի։ Իսկ վան, եթե մենք նախորդ 5 տարիներում տեսանք ինչքան կորցրեցինք, առաջիկա 5 տարիներում էլ ենթադրում եք կորցնենք կամ կորցնելուց հետո էլ ինչ կմնա։ Եթե մենք նայում ենք նույն իշխանությունը նախորդ 5 տարում ինչեր կորցրեցինք։ Եվ հաջորդ 5 տարին էլ փաստորեն եթե այդ ընթացքով կորցնենք, հա այդպես կարելի է դիտարկել, թե ինչպես է կարծում։ Ես վախենում եմ նման բառեր ասել, որտեղ մշակույթի մարդկանց բառերը մեկ-մեկ բարքարեական են լինում։ Այո։ Ես դրա համար եմ վախենում եմ զուսպ եմ խոսակցությանս մեջ։ Որտեղ ես չեմ խոսա կորուստներից։ Ես ուզում եմ որ հասարակությունը ոչ թե իշխանություն կամ ընդդիմություն է։ Դեռ հասարակությունը կարա 3 օր հետո փոխի ամեն ինչ ոնց ուզում է։ Այո։ Եթե ոդի կանգնեց այդ խոսած։ Եթե հասարակությունը համերաշխ կլինի կորուստի հետ, ուրեմն այս հասարակությանը փրկություն չկա։ Այո։ Եթե նաև մեզ իրանց հետ, որտեղ մենք այս հասարակության մի մասն ենք։ Իսկ եթե այս հասարակությունը մենք ենք տերը մեր երկրի Խորվատը գիտեք, մեկ-մեկ ախր բառեր են ասում, նայում ես մարդուն, ասում ես այ ընկեր դու սկի քո ծնողներին տեր չես կանգնել։ Դու ոնց կարաս երկրին տեր կանգնես։ Քո երեխեքին գցել ես փողոց, դու բառ ես ասում, այ որ այդ բառերի փոխարեն իրոք լինի բովանդակային երկխոսություն, ամեն ինչ կգնի տեղը։ Նույնպես եմ ասում հասարակությունը ի վիճակի է փոխել ամեն ինչ։ Եթե հասարակությունը հասկացա, որ ինքը չունի կորստել, ինքը չի կորստի։ Իսկ եթե ինքը ուզում է կորստել, ինչ ուզում է սարային կորստել։ Շատ դիպուկ էր։ Եվ ես ուզում եմ անդրադառնանք Սուրբ Խաչին։ 2010 թվականին եղել եք Սուրբ Խաչում ֆիլմ եք նկարանել պատարագի ժամանակ, եթե չեմ սխալվում, հիմա դուք կասեք, այնտեղ ցուցադրվել է թե Թուրքիայում ինչ որ։ Այ մի հատ մենք նորից այ ասում են ձերը չի պատմական հայրենիք, այս եղածով արդյոք դուք այնտեղ եք, մերը չէր, մեր մշակույթը չէր, մեր այդ կապ չուներ մի հատ ու այդպես նաև այդ
Նայեք, ֆիլմի մասին։ հայրենիք ու պետություն, ես ուզում եմ մարդիկ տարանջատում հասկանան հայրենիք եւ պետություն։ Հա, ցավոք սրտի պատմական դեպքերից ելնելով Վան, Արարատ Նայ, մեր պետական սահմաններից դուրս են։ Բայց գիտեք ինչ ուզում ավելի ես մի հատ ինչ ուզում խոսան, ոչ ուզում խոսան։ Ով կարա ինձ արգելել սիրել Արարատը։ Ամեն անգամ դուրս գալուց ասել հզորը սիրան։ Ամեն անգամ երբ որ ասtelուց լինեմ իշնել նստել ու նայել, երբ որ տեսնում ես կարմիր կակաչն, դեպի Արտաշատ գրում ես կարմիր կակաչների դաշտն է։ Ոսից մասիսն է բարձանում, ես ոնց կարող եմ չսիրել Սարյանի գույները, ես տենում որ Սարյանի գույները, Սարյանը սնվել է ու մեզ տվել է այդ գույներով։ Ես ոնց կարող եմ չսիրեմ։ Երբ մենք վանում էինք թուրք լրագրողներից մեկը մոտիկացավ հարցազրույց խնդրեց, մեր կողմը չգիտես ինչի մի քիչ բուրըն բան արեց, արձագանքեց, ես սուրան ասի ժողովուրդ ասի չի կարելի։ Չի կարելի։ Անկամ տշնամությունը արգելված է, չի կարելի։ Մենք հիմա պիտի հասկանանք մարդ եկել հարցազրույց է ուզում։ Եվ մենք երբ որ խոսացինք, ինձ հարցեց դուք ո՞նց եք զգում ձեզ։ Ասի գիտեք, ես դուրս եկա իմ հայրենիք օրվա հայրենիք Երևանից, ճանապարհին հասա մտանք Վրաստան, հասա Ախցախի քաղաք, որպես մայրս է։ Հիմա անցանք մենք եկանք Իգդիրի կողքով, որտեղից պապուս փոփնիշ։ Հիմա ես եկել եմ բան։ Իրականում ես իմ տնից դուրս չեմ եկել։ Թուրք լրագրողը ժպիտով դարձել, իրան ժպիտի մեջ կեղծավորություն չկար։ Ես գիտեմ որ չկար։ Դա ինչ մեջ կեղծասու եւ դա հերացածպես թրեթեով։ Այդ խոսակցությունը ինքը առանձին վիճակի մեջ է։ Պետություն, հայրենիք, գաղափարախոսությունը իրանք իրական տարբեր են։ Այո, պետությունը մենք ունենք այն պետությունը, որ այսօր ունենք եւ որի համար պետք է ատամներով կռիվ տալ, պայքարել, մակարել, սիրել ամեն միլիմետր այս հայրենիքի, որ այս պետության, որը որ կա։ Բայց չունենալ պատմական հիշողություն, չունենալ պատմական դա ձեր որոշումն է։ Եթե դուք ցանկություն ունեք, դուք կարող եք չխոսել ձեր մոր լեզվով։ Դա ձեր խնդիրն է։ Վիլյամ Սարոյանի կյանքում մի դրվագ կա, որը շատ փակվում է։ Վիլյամ Սարոյան իմ սիրտը լեռներում, իմ անունն է Արամ։ Գիտեք, իր կինը հրեա էր ազգություն։ Գիտեք դրա մասին։ այո։ Օրես մի օր, եթե գիտեք նա բաժանված է, Այո։ եթե գիտեք նրա երեխաներից ոչ մի նշույլ չկա, ուր են իրենք, ոնց են, նկար ազնավուրի թորը գալիս գնում է, իսկ ո՞ր է Սարոյանի երեխաները։ Օրես մի օր Վիլյամը մտնում է իր տուն, տեսնելով որ թասակները գլխին դրած հրեական աղոթք են կարդում իր հայ երեխաները։ Նա դուրս է գալիս տնից եւ այլևս չի վերադառնում։ Մյուս վատ տարբերակը տեսել եմ Ռուսաստանում։ Երեխան մոր հետ հայերեն է խոսում, մայրը սկսում է ծեծել, ասում հայերեն չխոսած, ռուսերեն խոսա։ Եթե դու չես խոսում քո մոր լեզվով, եթե դու քո լեզվից հրաժարվում ես, եթե դու ասիմիլյացիայի մեջ ես, դու գիտեք բառերով չի, ես չեմ հրաժարվում։ Եթե դու Տերյանի տողերով եթե դու չես հասկանում, որ Տերյանի տողերով ես դու սիրում, դա քո խնդիրն է արդեն։ Եթե դու չես հասկանում, որ քո բարոյական, բովանդական տեսակը նարեկացին է տվել, դա քո խնդիրն է արդեն։ Ես մենակ կարամ քեզ ուղղորդեմ այդ ուղղությամբ, որպես մարդ, դուք էլ նույնպես ինձ հետ։ Բայց եթե դու ուզում ես հրաժարվել այդ այստեղ, ներողություն, ես չեմ կարող քեզ ձեռով մեկնել, որտեղ խորտակվողի փրկության պատասխանատուն խորտակվողն է։ Ինչքան էլ ես ձեռս մեկնեմ, եթե դու ցանկություն չունես չխորտակվելու, ես քեզ չեմ կարող օգտվել, ոչ մի կերպ։ Վան, ուրեմն ձեզ հետ շատ երկար կարող եմ խոսել, ինձ շատ հաճելի եւ մեր հեռուստադիտողի համար է շատ հաճելի լսելը։ Բայց չգիտեմ, այսպես կարող ենք ժամերով զրուցել մի քիչ չարաշահենք։ Հեսա կանջատեք ժամերով մենք զրուցենք։ Այո, ուղղակի եթերային ժամանակ, ողջամիտ ժամանակ գոյություն։ Մի փորձենք մեր խոսքը ամփոփել, ինչ կուզենայիք ասել, չգիտեմ, մեզ լսողներին, մեր ժողովրդին ասեմ, արվեստի երկրպագուներին։ Ես նորից կուզեմ անդրադառնալ նրան, ինչի շուրջ ես շարունակելու եմ Ես Արցախ գնացի ասա, որտեղ Արցախ երկիրը ես սիրեցի։ Ես սիրում եմ, երբ որ ինձ հարցնում էին, այս բարդ վիճակում ինչ ես եկել, դու Երևանցի ես, մենք Ղարաբաղցի, իրանց մեջ խոսակցություն կար։ Ես չէի կարող բացատրել իրաց, որ կապ չունի դու որտեղ ես ապրում, կարևորը դու կարողանաս սիրես։ Ես ուղղակի
Ես կխնդրեմ մի հատ նայեք ձեր շուրջը, նայեք ձեր երկրի ամեն թփին։ Ամեն անկյունին, նայեք ձեր արևածագին եւ մայրամուտին, նայեք երկինքը, ինչ կապույտ է, կանաչի, ինչը, ձմեռը ինչ գեղեցիկ է։ Մեկ տեսեք ձեր երկիրը, ու երբ որ տեսնեք, ճանաչեք, սիրեք, մի գուցե հասկանաք, որտեվ այդ ֆրազան էս երկիր չի, ասողները, այդ ոչ մի լավ տեղ չի բերելու։ Նայեք նայեք ձեր շուրջը, գնահատեք այն ինչ որ ունեք, որտեվ եթե դուք չեք գնահատում այն ինչ որ դուք ունեք, դուք դա էլ չեք ունենալու։ Պինդ ամուր կարճեք այն գեղեցկությունից, այն գանձից, այդ որ ձեզ հասել է, դարերի կորուստից հետո ձեզ հասել է։ Զուտ որպես խնդրան բոլորիդ։ Շատ լավ եւ հենց այդ նոտայով էլ այդ շեշտադրումով էլ ուզում եմ ավարտել մեր զրույցը։ Շնորհակալություն Ես հայտնել, շնորհակալ։ որ հյուրընկալեցիր այսպես այգում Վարդերի մեջ նստած յասամանի շուրջ զրուցեցինք։ Հիշեցնեմ մեր հեռուստադիտողին, որ իմ զրուցակիցն էր ռեժիսոր Վահան Խաչատրյանը,